Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Հսկայական արձանը պատրաստ էր, դրա բարձրությունը 60 կանգ ուներ, իսկ լայնությունը 6, ոչ ոքի աչքից այն չէր կարող վրիպել։ Ուշադիր լսեք, թագավորի հրամանը բոլորի համար է, երբ երաժշտությունը լսեք, պետք է գետնին ընկնեք և Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած արձանին երկրպագեք, բայց ով որ գետնին չընկնի և չերկրպագի, բորբոքված կրակի հնոցի մեջ կնետվի։ Ոչ մի հարց, բոլորը պետք է գնան պաշտամունքին։ 3 երիտասարդ լուռ կանգնած էին անկյունում։ Նրանք հիացած չէին այս հրավերով։ Շատ տարիներ առաջ նրանց տարան Իսրայելում գտնվող իրենց տներից։ Նրանք կորցրել էին իրենց տունը, բայց չէին կորցրել իրենց հավատն առ Աստված։ Եվ նրանք գիտեին, որ թագավորի հրամանը շատ հեռուն է գնում։ Երկրպագել կուռքին? Երբեք։ Բոլորը խոնարհվեցին և երկրպագեցին արձանին, բացի 3 ընկերներից։ Նրանք ուշադրություն գրավեցին։ Թագավոր, դուք հրամայել եք, որ բոլորը պետք է երկրպագեն ոսկե արձանին։ 3 հրեաները չեն հնազանդվում։ Ինչ? Նրանք չեն հնազանդվում իմ հրամանին։ Նրանց անմիջապես ինձ մոտ բերեք։ Այդ ճիշտ է, որ դուք չեք խոնարհվել ոսկե արձանին։ Ես ձեզ ևս մեկ հնարավորություն կտամ։ Եթե դուք նորից հրաժարվեք, ապա կնետվեք կրակի հնոցի մեջ։ Նույնիսկ մեկ վայրկյան չմտածեք, որ ձեր Աստվածը այդ ժամանակ ձեզ կօգնի։ Այդ պահին ի՞նչը ավելի կարևոր կլիներ քեզ համար, քո կյանքը, թե Աստծուն հավատարիմ մնալը։ 3 ընկերները երկար չմտածեցին պատասխանի համար։ Եթե մեր Աստված ցանկանա, նա կարող է մեզ փրկել կրակի հնոցից, բայց եթե նույնիսկ չուզենա, նրան հավատարիմ կմնանք։ Մենք երբեք արձանի առաջ չենք խոնարհվի։ Այս երիտասարդները ամեն բանից առավել Աստծուն էին սիրում։ Նաբուգոդոնոսորը զայրացավ։ Հնոցը 7 անգամ ավելի ուժեղ վառեք և նրանց կրակի մեջ գցեք։ Եվ նրանց նետեցին կրակի հնոցի մեջ։ Այնքան ուժգին էր կրակը, որ նրանց կրակի մեջ գցող զինվորները տաքությունից այրվեցին։ Թագավորը ուշադիր նայում էր կրակին։ Ես կրակի մեջ 4 քայլող մարդ եմ տեսնում։ Նրանցից մեկը Աստծո որդուն նման է։ Թագավորը բացեց հնոցի դուռը։ Դուրս եկեք, դուք ամենակարող Աստծո ծառաներ։ Առանց այրվելու 3 երիտասարդները դուրս եկան։ Ոչ մի մաս չէր այրվել, նույնիսկ կրակի հոտ չէր գալիս նրանց հագուստից։ Աստված իսկապես նրանց փրկեց կրակից։ Ճանաչում ես այս Աստծուն, ով կարող է այսպիսի հրաշքներ կատարել։ Միշտ և ամենուր հավատարիմ մնա նրան։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։